Ներքաղաքական օրակարգ է վերադառնում իմպիչմենտի թեման, հանրապետականն այս անգամ թեկնածու ունի Մասիսի քաղաքապետը, բայց գործընթացի ապագան կրկին մշուշոտ է։ Համենայն դեպս այս պահին ընդդիմությունը թեև ամբողջ կազմով ստորագրել է, բայց դեռ չունի բավարար ձայն Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է եւ այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն։ Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք եւ իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու։ Մենք այս գործընթացը մուտք ենք անելու փաստացի ազգային ժողով, այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով։ Նախագահ Սարգսյանն էլ դրա մասին խոսեց, որ մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք եւ վստահ ենք, որ կարողանանք այն հասցնել հաղթական կետին։ Պատիվ ունեմ խմբակցությունը ներողություն ունի 6, Հայաստան խմբակցությունը 28, որովհետեւ գործընթացը սկսվի անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաև այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ, այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաև կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին ես տեսա նաև պարոն Մամիջանյանը հայտարարեց, մեր հանդիպման ժամանակ էլ դա ասեց, որ նույնիսկ եթե լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվե գործընթացը լիարժեք սկսելու համար։ Այս իմաստով մեր դիրքորոշումը շատ հստակ է, 28 ստորագրությունը կա, պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ, հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու նորից եմ կրկնում, երբ Որևէ խմբակցությունում չընդգրկված 4 պատգամավորների ձայներն այս փուլում կարող են որոշիչ լինել, պատիվ ունեմից հեռացած Իշխան Զաքարյանը, Հայաստան խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը եւ քաղաքացիական պայմանագրից հեռացված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, բայց 4-ն էլ ստորագրելու մտադրության մասին չեն հայտնել։